թե ինչ մենք շատ ուրախ ջերմ տրամադրությամբ վերադարձանք տաղավար, հարգելի հեռուստադիտող, շարունակվում է մեր եթերը։ Այստեղ է տաղավարում Տաթև Բեյբությանը, ով 10 եւ ավելի տարիներ ամուսնու հետ ղեկավարել է Brendon մարքեթինգային եւ բրենդային ընկերությունը եւ նաեւ հանդիսանում է Մադամ Գործարար կանանց ակումբի հիմնադիրը։ Ողջունում եմ ձեզ, Տաթև։ Ուրախ եմ եւ բարով եք եկել մեր տաղավար։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Քանի որ շաբաթ առավոտ է եւ մի փոքր խցանումներն ավելի թեթև են մնացած աշխատանքային օրերից, նախ պատմեք ոնց եք եկել մեր տաղավար եւ ինչպես է սկսվել ձեր շաբաթ առավոտը։ Շատ սիրով եւ հաճույքով, քանի որ մեր գրասենյակներն էլ հենց նույն հատվածում են, որտեղ Նուր TV-ն է գտնվում, եւ ամեն անգամ ձեր գործունեությունը նայելով ուշիմուշով հետեւում եմ ձեր հաղորդումներին։ Ընտիր, մենք էլ փոխադարձ նաեւ ձեր այն ընկերություններին, որոնց մասին նաեւ այսօր կխոսենք, Brendon-ի 10 այս տարի արդեն 11 տարին է լրանում, որի կոմերցիոն բաժնի ղեկավարն եք դուք։ 10 տարի առաջ ինչպիսի մտքեր կային այս ընկերության հետ կապված եւ ինչպես այդ մտքերը գործնականում իրագործեցիք եւ այսօր ունեք 10 տարվա պատմություն ունեցող մարքեթինգային ընկերություն։ Ամուսինս է հիմնադրել ընկերությունը, ես 1 տարի բանկային համակարգում աշխատելուց հետո միացել եմ իրեն առաջին բալիկի ծնունդից հետո։ Աշխատանքները սկզբում բիզնեսը ստեղծելու, նոր զարգացնելու շատ դժվար էին ու ես անընդհատ մտածում էի, որ անպայման հետ եմ գնալու իմ սիրելի բանկ, իմ սիրելի աշխատանքին, բայց 3 տարիներ երբ որ անցան, արդեն ընկերությունը ինչ-որ չափով ոտքի կանգնեց, սիրելի գործընկերներ, լավ թիմ ձևավորվեց, արդեն հետ գնալը չստացվեց, բայց այն բանկային համակարգը, որտեղ աշխատում էի, այնտեղից շատ լավ գործընկերներ ունեցանք, որ արդեն գործընկերային հարաբերություններով շարունակեցինք։ Կապը պահեցիք այնուամենայնիվ տվյալ բանկի հետ։ Ու իմ համար այդ հաճախորդները մեկ ուրիշ ոնց որ վստահություն ու մեկ ուրիշ բանով էինք էլի իրեն սպասարկում, որովհետև իմ համար տենց հաճելի ու հարազատ բանկ էր։ Յուրահատուկ սիրով եք այս բանկի մասին խոսում, որտեղ որ դուք աշխատել եք։ Այսօր ընկերությունը ինչով է զբաղվում, գործունեության ինչպիսի տիպ կա, իհարկե անունից արդեն պարզ է, որ բրենդինգին եւ մարքեթինգային առհասարակ գործունեությանն է վերաբերվում։ 10 տարի հետո ինչպիսի պատմություն ունեք եւ քանի որ ժամանակ էր պետք, որպեսզի ընկերությունը ոտքի կանգներ, նաեւ ներկայացրեք ինչպես անցավ այդ ճանապարհը։ Դե սկզբում շատ դժվար էր, որովհետև փոքր բալիկ, նորաստեղծ ընտանիք եւ բիզնեսը նոր իր զարգացման փուլում էր։ Նույնիսկ շատ հաճախ, երբ որ ամուսինս ավելի հեռանկարը լավ տեսնելով ասում էր, որ առաջինը բիզնեսի համար, բիզնեսը զարգացնենք, հետո բիզնեսը մեզ իր ոնց որ շնորհակալությունը այսպես ասած կհայտնի, մի քիչ դժվար էր, քանի որ դեռևս ընտանիքն ու երեխան էլ նոր ոնց որ մեծանալու process-ում էր, բայց հետո տարիները ու ժամանակը օգուտ մեզ աշխատեցին, ընկերությունը ձեռքբերումներ շատ ունեցավ, լավ գործընկերներ ունեցանք ու հիմնականում գործունեությունը դա բրենդինգի, մարքեթինգի ոլորտում է, որը շատ հաճելի գործընթաց է նաև այն տեսանկյունից, որ մեր դիմացի կողմը գործարարներ են ու մենք իրենց հետ հանդիպելուց ու շփվելուց շատ նոր բաներ ենք սովորում եւ ինչքան էլ ամեն անգամ նույն գործընթացն է արվում, նույն լոգո, բրենդինգ, մարքեթինգային արշավ, բայց ամեն անգամ տարբեր գործընկերոջ հետ դա իրականացնելուց եւ տարբեր ոլորտում իրականացնելուց լրիվ այլ արդյունք ենք ստանում։ Իսկ կան ինչ-որ ոլորտներ, որոնք որ հատուկ էսպես հետաքրքրություն եք ընդհանուր ունենում տվյալ ոլորտների նկատմամբ եւ ոնց այն բանկն եք սիրում, որտեղ աշխատել եք, նաեւ այս ոլորտներն են, որոնց նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն կա։ Հիմնականում մանկական բրենդինգները ավելի շատ են իրականացրել, պաղպաղակի արտադրություն ու քաղցրավենիքներ ու մանկական պրոյեկտները ավելի շատ էին ու ավելի հետաքրքրությամբ ու սիրով էինք մանկական նախագծերը անում ու ավելի հաճելի էր նաև այն գործընթացը, որ մեր մանկության շատ բրենդեր, որ մենք գիտեինք այդ կերպարները, սիրել էինք, խաղացել էինք, հիմա արդեն ռեբրենդինգ էինք անում ու էլի շատ սիրով էինք փոխում եք, որպեսզի ձեր երեխաները սկսեն սիրել եւ ավելի փոքր սերունդը, որ հիմա իսկապես սիրում են նման մանկական գովազդների հետ կապված հերոսների, ոնց մենք, եւ քանի որ բրենդինգը եւ առհասարակ մարքեթինգային ոլորտը ժամանակի ընթացքում շատ է փոխվում եւ այսօրվա նորագույն այդ տեխնոլոգիաները փոփոխում են ամեն ինչ այս ոլորտում, ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել ընկերությունը այս 11 տարիների ընթացքում։ Շատ փոփոխությունների, քանի որ երբ որ Brendon-ը ստեղծվում էր ու զարգանում էր, մարքեթինգային ընկերություններ շատ քիչ կային, ու նույնիսկ SMM ծառայություններ նույնիսկ չկային, հիմա պատկերացումներ չկար, Տաթև, ես կարծում եմ կհամաձայնեք։ Ինֆլուենսեր մարքեթինգը, որ հիմա այսքան արդիական է, մենք առաջին անգամ մեր պրոյեկտներից մեկի մասով որ անում ենք, նույնիսկ շատ ծիծաղելի թվով էինք համագործակցում 5000 դրամով մեկ ինֆլուենսերի հետ, էլի մանկական պրոյեկտների ժամանակ, մենք նույնիսկ չէինք հասկանում, որ կարելի էր պայմանագրերը մեծացնել, երկարացնել իրանց այդ համագործակցությունները ու սենց այդ արդեն սկսեց ամբողջական շուկայի փոփոխությունը։ Բայց այն որ մեր տարիների փորձը մեզ միջև հիմա շատ է աջակցում նոր մարքեթինգային ընկերություններ ճիշտ է շատ կան, բայց մեր փորձը
անընդհատ մեծ աջակցում է ավելի սահուն պրոյեկտները իրականացնելու հարցում։ Այո, եւ մարքեթինգային ընկերություն, բրենդինգ եւ սրա կողքին արդեն կանանց գործարար ակումբ, մադամ գործարար կանանց ակումբի մասին է խոսքը, որի հիմնադիրն եք դուք։ Ես գիտեմ, որ ավելի քիչ տարիներ է, որ գործում եք, քան Brandon-ը, բայց շատ բուրըն գործունեություն է ծավալում։ Պատմեք նաեւ ինչպես միտքն առաջացավ նման ակումբ ստեղծելու, որտեղ միավորված են կանայք, ովքեր բիզնեսում հաջողություններ են գրանցում, այնպես ինչպես որ տղամարդիկ այս դեպքում։ Էլի հիմքը, երբ որ Brandon-ում մենք կին գործարարների համար բրենդինգային ծառայություններ ենք մատուցում, կրկնակի հաճելի էր, երբ որ կանանց տեսանկյունից էինք լսում ինձ համար, էլի միշտ պրոյեկտը հանձնելուց հետո լսում էի ինչպես են իրենք բիզնեսը սկսել, ինչպես են զարգացրել, ինչ դժվարություններ են ունեցել, ինչպես են ընտանիք ու աշխատանք համատեղում, եւ հասկանում էի, որ շատ ընդհանրություններ ունենք միմյանց հետ քննարկելու, նաեւ կարողանում ենք իրար շատ աջակցենք, օրինակ մեր այդ փոքր հաճախորդների շրջանակներում մենք իրար ծանոթացնում էինք, մենք ոնց որ միջնորդ էինք հանդիսանում ու նոր գործարքներ, նոր պայմանավորվածություններ էր ստեղծվում։ Այդ ամենը հաշվի առնելով որոշեցինք ամուսնուս հետ, որ լավ կլինի այդ համայնքը ավելի զարգացնենք, ունենանք գործարարների ընդհանուր համայնք, որտեղ միմյանց փոխադարձ օգտակար կարողանան լինեն եւ ինչու՞ չէ նոր գիտելիքներ ստանան, որովհետեւ Հայաստանում շատերը բիզնեսով զբաղվելուց դա գիտակցված ընտրություն չի լինում կամ պլանավորված չի լինում, կան մանավանդ կանանց դեպքում էլ կա, որ որևէ հոբի են ունենում, սիրում են դրանով զբաղվում են, մեկ էլ տեսնում են այդ բիզնեսը արդեն մեծ կայուն ճանապարհ է անցնում, հա, ու այդտեղ գիտելիքների եւ նոր հմտությունների կարիքը անհրաժեշտություն է առաջանում։ Այո, բայց նաեւ ձեր բերած օրինակի հակառակն էլ կա, երբ կա միտք բիզնես սկսելու, բայց սկսելու ճանապարհը շատ խրթին է թվում, հետեւաբար ես կարծում եմ նաեւ այս դեպքում է աջակցությունը գործարար ակումբի այն իր զգացներ տալիս, տեղ տալիս, ինչպիսի հաջողության պատմություններ ունեք կանանց եւ քանի տարվա պատմություն կա առհասարակ ակումբի հիմքում։ Ակումբը արդեն 3 տարեկան է, 4 տարվա, ոնց որ 4 տարվա մեջ ենք մտնում արդեն։ Այս 3 տարիների ընթացքում այն կանայք, ովքեր անդամակցում են մադամ ակումբին, իրենք շատ մեծ ձեռքբերում են եւ իմ համար եւ ներսում իրենք իրանց համար յուրաքանչյուրս ձեռք ենք բերել մեծ շրջապատ ու կապեր, որոնց հետ բացի համագործակցությունները, նեթվորքը, միմյանց աջակից լինելը, նաև անձնական լավ ընկերներ ենք ձեռք բերել, ովքեր ցանկացած պահի մեկը մյուսի կողքին են։ Եվ այն միտքը, որ ասում են կանայք իրար արդյոք աջակցում են, այդ կարծիքը կա, հա, կարող է խանդում են, կարող է խանգարում են, բացարձակ չէ, ու մանավանդ մեր ակումբում այնքան ջերմ մթնոլորտ է, որ բոլորը մեկը մյուսին աջակցում են։ Ես վստահ եմ նաև լավ ընկերուհիներ են վերջում դառնում եւ անպայման ձեր քննարկումներից հետո սուրճի սեղաններն անպակաս են լինում այս դեպքում։ Հիմնականում մեր թեմաները աշխատում են գործնական թեմաների շուրջ լինեն։ Իսկ դու դրանից հետո արդեն, այո։ Եվ քանի որ միավորում եք կանանց, սա շատ կարևոր ժեստ է, որ կանայք եւս Հայաստանում իհարկե բոլոր հնարավորություններն ունեն բիզնես ունենալու, այդ բիզնեսը առաջ տանելու, այս մասով ինչպիսի կարծիք ունեք, ինչպիսին են այսօրվա մեր կանայք եւ գործարար դաշտում ինչպիսի կանանց տեսակ ունենք առհասարակ։ Շատ տարբեր են, բայց բոլորին մեկ ընդհանրություն է միավորում, դա համառությունն է եւ նվիրումը իրենց գործի նկատմամբ։ Շատ հետաքրքիր է, երբ որ մեկ կլոր սեղանի շուրջ է, օրինակ 10-ից 20-ից ավել գործարար կանայք, խոսում են յուրաքանչյուրը իրանց ճանապարհով, ու բոլորի մոտ այդ դժվարությունները, հաղթահարելու կարողությունը, չհանձնվել այդ հատկանիշները ընդհանրություն են բոլորի մոտ։ Այո։ Բայց նաև հետաքրքիր է յուրաքանչյուրը ինչպես է հարցերին լուծում տալիս տարբեր ոլորտներում, ու երբ որ ամեն մեկը խորացած իր բիզնես ոլորտի մեջ է, օրինակ ես մարքեթինգի մեջ եմ, իմ ամբողջ առօրյան մարքեթինգ, բրենդինգ, այդ լրիվ ուրիշ աշխարհում ես ապրում։ Մյուսը պաղպաղակի արտադրություն, մյուսը հոգեբանական կենտրոն, մյուսը իրավաբանական ընկերություն, նույնիսկ ունեն կենցաղային քիմիայի արտադրությամբ զբաղվող կին, ավտոյուղերի ոլորտում զբաղվող կանայք, ու երբ որ տեսնում ես դու մի հարցին այսպիսի լուծում ես տվել ու քո գործընկերուհին այլ լուծում է տալիս, արդեն բոլորիս աշխարհայացքը փոխվում է արդեն։ Այո։ Եվ այն մարդկային կապիտալը, որը որ ձեռք եք բերել այս տարիների ընթացքում, կարծում եմ ամենաթանկն է, որ մնում է ակումբից, եւ քանի որ խոսեցիք, որ աջակցության տարբեր այսպես գործունեության տեսակներ են ընդհանուր ծավալվում, բացի այն հոգեբանականից, որ մեկը մյուսի հետ թեկույց զրույցի ընթացքում
կարող է որևէ խնդիր լուծել կամ ինչ-որ լուծման տարբերակներ առաջարկել, ինչպիսի դասընթացներ են տեղի ունենում ակումբի շրջանակներում։ Ես գիտեմ, որ նաև Հայաստանում այս պահին էլ ունեք դասընթացավար, ով պետք է անցկացնի դասընթացներ, մի փոքր նաև մանրամասնենք սրան մասին, ինչ է սպասվում կանանց, գործարար կանանց։ Շատ լավ։ Մենք ակումբի շրջանակներում ամսվա կտրվածքով 4-ից 6 հանդիպում ունենում ենք նախապես նշանակված, դա հենց ակումբի կողմից նախաձեռնված հանդիպումներն են։ Չհաշված ընկերության որևէ ամյակներ են նշում, մեր արդեն անդամակիցները ծննդյան ընկերության առիթներ ու արդեն իրենք անընդհատ այդ միջոցառումները շատանում են։ Մի պահ այնքան հաճախ էր մադամ ակումբի հանդիպումները, որ ես անհարմար էի զգում, արդեն ասում էի գործարար կինը հերիքից զբաղված է, հա, ու մի հատ էլ մենք ամսվա շաբաթվա կտրվածքով 2-3 անգամ իր ժամանակը վերցնում էինք, բայց հաճելի էր, կանայք սիրով մասնակցում էին մեր հանդիպումներին ու յուրաքանչյուր հանդիպում իր յուրահատկությունն ունի։ Հիմնականում գործարար թեմայով բիզնեսի զարգացում, մարքեթինգ, բրենդավորում, մարդկային ռեսուրսներ այս թեմաներով են լինում հանդիպումները, բայց նաև ունենում ենք երեխաների հետ փոխհարաբերություններ, ընտանիք աշխատանք համատեղելու բալանսը, հոգեբանական հանդիպումներ ու նաև էթիկայի հետ կապված հանդիպումներ, կինն ու գինին ձևաչափ ենք նոր սկսել, որտեղ գինու շուրջ նեթվորքինգ է տեղի ունենում ու ձևաչափերը անընդհատ վերամշակվում են, փոխվում են, ունենք նաև ձևաչափեր, որտեղ նոր լուծումներ են ի հայտ գալիս, այսինքն մեկը մյուսին կլոր սեղանի շուրջ քննարկման արդյունքում նաև հրավիրված էքսպերտներ ենք ունենում, ում օգնությամբ արդեն գաղափարներ են առաջանում բիզնեսը ոնց առաջ տանեն։ Իսկ 3 տարվա ընթացքում հիմնականում մեր մասնագետները միջազգային շուկայից ենք ունեցել, բայց ավելի քիչ են եղել ու մեր փոքր ակումբի շրջանակներում ենք իրականացրել հանդիպումները։ Առաջին անգամ միջազգային խոսնակ ենք Հայաստան հրավիրել Սվետլանա Լեգատոին։ Նախաձեռնությունը իրականացվում է ժեստ հոգեբանական կենտրոնի համատեղ, հա, ու Լեգատոյի, քանի որ հենց ուղղությունը պրոֆայլինգ, հոգեբանություն, մարդկանց ինչպես ճանաչել, բանակցությունների ժամանակ ոնց կարողանալ բանակցել, այս բոլոր հարցերը արդեն հոգեբանական կենտրոնի Մարիամ Մեհրաբյանի միջնորդությամբ ավելի հեշտ ստացվեց հանրությանը փոխանցել։ Հիմա նոյեմբերի 12-ին եւ 13-ին ունենք հանդիպում Լեգատոյի հետ։ Առաջին օրը կլինի մեծ 150-ից 200 մասնակցությամբ հանդիպում, երկրորդ օրը կլինի VIP հանդիպում մադամ ակումբի անդամների հետ։ Ընտիր, այսինքն ստացվում է առաջին հանդիպման ժամանակ պարտադիր չէ, որ գործարար լինես եւ որևէ բիզնես ունենաս, կարող ես հանդիպմանը մասնակցել։ Այո, ու պարտադիր չի նաեւ կին լինելը, նաեւ տղամարդիկ կարողանան մասնակցել, հա, որովհետեւ Լեգատոյի թեմաները իսկապես մեր ներկայիս գործարարներին շատ անհրաժեշտ են։ Ես դա եի ուզում ասել, այն դասընթացները, որոնք իրականացնում եք, ոչ միայն բիզնես աշխարհի համար են եւ բիզնեսում նոր հմտություններ ձեռք բերելու, այլ ընդհանրապես կյանքի համար, մասնավորապես եթե անդրադառնում եք հոգեբանության այս տեսանկյունից։ Եվ սեղանին դրված գիրք եմ տեսնում, որը դարձյալ ակումբի շրջանակում այսպես բուրըն գործունեության ընթացքում է լույս տեսել, մի փոքր պատմեք նաև գրքի մասին եւ բովանդակության մասին, որը որ կա։ Դուք շատ լավ կապը նկատեցիք, որ կյանքի ու բիզնեսի եւ այդ ամեն ինչը շատ փոխկապակցված է։ Ես եւ Բրենդոնի ամբողջ գործունեության ընթացքում եւ մադամի գործունեության ընթացքում շատ եմ ուսումնասիրել բիզնեսները եւ անընդհատ վերլուծում էի ինչն է հաջողության հետևում կանգնած, տվյալ բիզնեսի հիմնադիրը ինչ ունի փոխելու, ինչ հատկանիշներ ավելացնելու եւ այդ ամբողջ ընթացքում հասկացա, որ ոնց որ բրենդերի պարագայում է ռեբրենդինգ լինում, վերափոխում լինում, հենց էլ անձի դեպքում է այդ վերաբրենդավորումը շատ կարեւոր ու այդ ընթացքում շատ կարեւոր է, որ ճիշտ մասնագետ ու մենթոր քո կողքին լինի։ Օրինակ իմ պարագայում, երբ որ արդեն 10 տարի մարքեթինգի ոլորտում էի, ես նոր բան էի ուզում սովորել ու ինձ այդ ժամանակ արդեն քոչինգային գիտելիքները, բիզնեսի ղեկավարման ու զարգացման այդ գիտելիքներն էին անհրաժեշտ, բավականին երկար ուսումնասիրեցի, տարբեր մասնագետների հետ խորացա, շատ լավ ուսուցիչներ ունեմ, ում հիմա Հայաստանում էլ չեն, բայց հայ են, կարևոր ոնց որ դա շատ կարևոր է, այո, իրենց ամբողջ գիտելիքները միշտ դրսում են օգտագործել, մեր նախագծեր ու հիմա իրենք էլ ցանկություն ունեն Հայաստանի համար որևէ օգտակար գիտելիքի փոխանակման ծրագրի մասնակցեն եւ այդ ամեն ինչը համախմբելով ունեցա դասընթացի կուրս կազմեցի, ես ինքս 4-5 տարի տարբեր դասընթացների եմ մասնակցել եւ նմանություններ շատ էի տեսնում ու հասկանում էի, որ այն ինչը որ մի դասընթացավարը կարա փոխանցի, մի ոնց որ կուրսի ժամանակ կարող ենք սովորել, այդ ամեն ինչը կարելի էր համախմբել ու բոլոր տեղերը նույն ոնց որ հերթականություններ էլի, քայլերի եւ հենց այս գրքի մեջ էլ ճիշտ ասած մենք կարող ենք նաեւ հեռուստադիտողին ցույց տալ։ Հա, մեր այս գիրքը իմ համար տենց երազանքի նման բան էր, քանի որ իմ 33-ամյակին է տպագրվել։ Հա, ու այստեղ կարևոր է 33 գլուխներ են, որտեղ
ամեն գլուխ մի դուռ է բացում մեր առաջ եւ յուրաքանչյուր գլխի մեջ գրված են հարցեր։ Ես գլխի վերջում գրել եմ, որ այս գիրքը որևէ մեկի կյանքը փոխելու մասին չի, այլ ես ինքս իմ ոնց որ մտքերն եմ համախմբել այս գրքի հարցադրումներով ու այդ օգտակարությունը ուզում եմ փոխանցեմ մյուսներին։ Այստեղ շատ առանցքային նշվում է, որ մենք ենք մեր կյանքի նկարիչը ու մենք այդ բաց քարտեզի վրա իրավունք ունենք նկարենք այն գույներով ու այն պատկերը, ինչ որ մենք ուզում ենք։ Ուղղակի այդտեղ մի քիչ համարձակություն, մի քիչ մեզ ինքներս ավելի լավ ճանաչելու հատկանիշներ ու առաջ գնալու կարողություն ապել։ Եվ հնարավորություն տալ քեզ որպես կին առաջ գնալու կենցաղից դուրս նկատելու այն, ինչ որ հնարավորություն կարող է դառնալ, փողի աղբյուր կարող է դառնալ եւ ստեղծվի այն բիզնեսը, որի մասին գուցե մանկուց երազում էի շատ կանայք։ Կարծում եմ նման պատմություններ էլ շատ կունենաք։ Եվ քանի որ ռեբրենդինգի մասին նաեւ շատ խոսեցիք, ես կարծում եմ ռեբրենդինգի են ենթարկվում նաեւ այն կանայք, ովքեր որ միավորվում են ընդհանուր ակումբի շուրջ, եթե փորձեք ետ գնալ 3 տարի առաջ, ինչպիսին են այն կանայք, ովքեր դարձան ակումբի անդամ եւ ինչպիսին են դարձել հիմա այս դասընթացների արդյունքում այն գիրքը, որը տպագրվել է, կարծում եմ իրենք էլ ակտիվ ընթերցողներն են դառնում, ինչ փոփոխություններ եք նկատում։ Բոլորիս կյանքում փոփոխություններ է լինում, ես գրքում էլ այդ մասին նշում եմ, որ թվում է ամեն ինչ նույնն է, արտաքինը կարող է նույնը լինի, մարդու պահվածքը նույնը լինի, բայց իր ներսում այդ փոփոխությունները տեղի ունենում ու երբ մարդու ներսում ներաշխարհը արդեն դասավորվում է, կարգավորվում է, դա արտաքին աշխարհի վրա է անդրադառնում։ Ակումբի շրջանակներում կանայք շատ են փոխվում ու շատ հաճելի է եւ իրենց զարգացումը տեսնելը եւ իրենց դժվարությունների ժամանակ իրար աջակցելը։ Մենք ամեն տարվա սկզբում գրում ենք նպատակների պլան, յուրաքանչյուրս այդ տարվա սկզբում ինչ պլաններ ենք նախատեսում։ Երբ որ կարդում եմ այդ թղթերը ու արդեն տարին մոտենում է ավարտին, հասկանում եմ, որ շատերը իրենց նպատակին հասել են։ Օրինակ ունեինք գործարար կին, ով նշեց ցանկանում է 12 մարզերում արսնաճյուղեր բացի ու ինքը դա արեց։ Ունեինք կանայք, որ ցանկանում էին բալիկ նոր ունենային ու արդեն 1 տարվա կտրվածքով այդ փոփոխությունները կան։ Հենց որ շատ հաճելի է այդ գործընթացը տեսնել ու հիմա այն դասընթացը, որ ես սկսում եմ նոյեմբերին, արդեն 11-ից կսկսենք դասընթացը, հիմնական նպատակը 2 ամիսների ընթացքում, քանի որ տարվա ավարտին շատ քիչ է մնացել, այդ կարճ ժամանակահատվածում գտնել այն, ինչ մենք ուզում ենք եւ մեր բիզնեսում, քանի որ բիզնեսն էլ իր զարգացման բնականon փուլերն ունի, հա, եւ պետքա գործարարը ինքը հասկանա, երբ հաջորդ մակարդակ տեղափոխվելու ժամանակը։ Այդ ժամանակահատվածում այն մենթորությունը, այն աջակցությունը, որ ծրագրի շրջանակներում ես գծել եմ, օգնում է, որպեսզի գործարարը այդ անցումը ավելի սահուն իրականացնի եւ ավելի համապարփակ կարողանա կարճ ժամանակահատվածում կետերով հասնի իր ուզած արդյունքին։ Եվ այդ ճանապարհին ինչքան հնարավոր է կոնֆլիկտներից, սթրեսներից զերծ մնալ, որովհետեւ բիզնեսի խնդիրներն էլ երբեմն անձնական կյանքում էլ կարող են միանշանակ խնդիրներ առաջացնել։ Եվ հակառակը, այն ինչը մենք անձնականում մեր մտքերում ունենք, դա անդրադառնում է նաև բիզնեսի վրա։ Ես դա նկատեցի, որովհետև եթե կետերից մեկում կանայք գրում են, որ նաև ուզում են բալիկ ունենալ, սա նշանակում է, որ ձեր ակումբում անձնական կյանքն ու գործնական կյանքը փոխկապակցված են եւ մեկը մյուսի հաջողություններով փոխլրացվում ու առաջ է ընթանում։ Եվ տաթև, քանի որ բիզնես աշխարհում եք արդեն 10 ու ավելի տարի, գործարար կանանց հետ եք շփվում, այնուամենայնիվ, որն է բիզնեսում հաջողության հասնելու այն հիմնական կետերը, որոնց որ կին թե տղամարդ, անկախ ամեն ինչից, թե բիզնեսի տիպներ ինչպիսին է, պիտի հետևեն։ Դուք խոսեցիք կանանց համառության մասին նամանավանդ, ես կարծում եմ անձնային հատկանիշներ էլ կան, որ անպայման պետք է դրսևորել այդ ճանապարհին։ Այդ հատկանիշների մասին վստահաբար շատ վիդեոներ կան, համառություն, լավ աշխատանք, շատ բաներ կարելի է կարդալ ու բնականաբար բոլորը ճիշտ են։ Իմ բացահայտումը դա այն է, որ բիզնեսը շարժվում է հիմնադրի էներգիայով։ Եթե բիզնեսի հիմնադիրը այդ պահին որևէ խառը մտքերի, խառը որոշումների չկողնորոշման ճանապարհին է, ինչքան էլ բիզնեսը մեծ ու կայուն է լինում, այդ երկրաշարժը, այսպես ասած, բիզնեսի վրա անդրադառնում է։ Հիմնականում շատ հետաքրքիր է, երբ որ տեսնում եմ, հա, բիզնեսի ղեկավարի էներգիան ու ներքևի օղակի թիմի մեջ դա ինչքան արագ է անդրադառնում։ Նույնիսկ բառացի կարա այն հոգեվիճակում, ինչը որ բիզնեսի սեփականատերը գտնվում է, փոխանցվի աշխատողների, ներքևի օղակը տպավորություն է, որ ոնց որ ներքևի օղակը լսած լինի որևէ բան սեփականատիրոջ ասածներից, բայց չէ, դա ոչ թե լսելու մասին է, այլ այդ էներգիայի փոխանակումն է։ Դրա համար առաջնայինը եւ այդ դասընթացի ժամանակ էլ ենք դրանից խոսում,
խոսում անձի եւ բիզնեսի վերաբրենդավորում ու հաջորդ մակարդակի տեղափոխում, այսինքն բիզնեսը չի կարա աճի, զարգանա, եթե բիզնեսի սեփականատերը այդ աճն ու զարգացումը չի ունենում։ Եվ կայուն էներգիա առանց այն կարուսելների երբեմն ուրախ, երբեմն տխուր, որ փաստորեն անդրադառնում է նաև բիզնեսի վրա։ Շատ հետաքրքիր դիտարկում արեցիք եւ քանի որ արդեն 2 ամիս ու կմտնի 2025 թվական արդեն գործունեության 4-րդ տարին, կան արդեն ձեզ համար նախանշված նպատակներ, որ դուք եք ձեր մեջ գրում, որ ակումբի համար կարևոր քայլեր են ու պիտի արդեն իրականացվեն։ Ահա կան դա եթե գաղտնիք չէ իհարկե, որովհետեւ երբեմն թաքուն ենք պահում մեր նպատակները։ Մենք նույնիսկ ակումբի շրջանակներում միշտ մեծ գրուպ ենք պատկերացնում, որտեղ մադամը մեծ տարածք ունենա, մի քանի հարկանի եւ այդտեղ պատկերացնում ենք յուրաքանչյուր գործարարքին որ տարածքը իրեն կվերցնի, տենց պատկերված նկարներ ունենք մեր գրասենյակում ու երբ որ համալրում ունենք անդամակից ով սրճարանային ոլորտում է, ունենք որ ֆիթնես կենտրոններն ու սենց այս ամեն ինչը հենց մեծ համալիր է դառնում, դա մի քիչ ավելի հետագայի պլան ունենք այս տարվա ավարտին ու հաջորդ տարվա ընթացքում միջազգային գործընկերների եւ գործարար կանանց ակումբի հետ ակումբների հետ համագործակցություններ որի սկիզբը արդեն դրել եք այնուամենայնիվ արդեն ունենք Դուբայում գործարար կանանց ակումբի հետ ունենք համագործակցություն եւ մասնաճյուղերի ավելացումն է, որ հիմա քննարկում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնտեղ էլ եւ մեր անդամակիցներից կան, որ տեղափոխվել են այնտեղ ու այնտեղ այդ համայնքը զարգացնել է։ Ձեր գործը շարունակեն արդեն Հայաստանի սահմաններից դուրս։ Իսկապես շատ հաճելի է, որ կան ակումբներ, որտեղ որ քաջալերվում է կանանց գործունեությունը, մանավանդ բիզնես աշխարհում, որտեղ մոտ 100 տարի առաջ, եթե ասեին կանայք բիզնեսում հաջողում են, շատեր ինչ է խորտ կթվար, ինչպես կարող է, եթե ոչ կենցաղում էլ ոնց կարող է բիզնեսում հաջողել։ Շատ հաճելի է, որ միավորում եք, քաջալերում եք եւ այն աջակցությունը, որը որ կա, դուք հետո տեսնում եք կանանց ռեբրենդինգի տեսքով, կարծում եմ ըստաբար այդպես կլինի։ Ես շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, մեր եթերն այսօր մոտեցավ ավարտին։ Իմ հյուրն էր Մադամ Գործարար կանանց ակումբի հիմնադիր Տաթև Բեյբությանը։ Այսօրվա մեր եթերը հապահովեց Արփինետ ընկերությունը։ Մենք ուղիղ մեկ շաբաթից դարձյալ կհանդիպենք այս տաղավարում եւ կողջունենք ձեր շաբաթ առավոտները։